Եռյակ չկա։ Ուր է եռյակ։ Կա ժողովրդական շարժում, որի նախաձեռնողը Ծառուկյանն է, իմ տեղեկություններով, որքանով ես գիտեմ, ամսի 5-ին պետք է հավաքվեն, ընդեղ էլ խնդիրը հետևյալն է, էլի ասենք, ինչպես ես եմ մտածում, որ պետք է թույլ չտրվի իշխանությանը սահմանադրական փոփոխությունները առաջ քաշել, որովհետև դա վերարտադրություն է, նույն հանրապետական կուսակցությունը, նույն իշխանական էլիտան, սպառնալիք երկրին այդ համակարգում երկիր։ Այո։ Այդ դեպքում մենք գիտենք, որ հայ հեղափոխական դաշնակցությունը կողմ է սահմանադրական բարեփոխումներին, համարում եք, որ նայել է իշխանությանը։ Անենց սիրուն ասեցիք, հայ հեղափոխական դաշնակցությունը, այս են դաշնակները չեն, այս դաշնակները, որոնք այստեղ են, միշտ իշխանության հետ են եղել, ու կլինեն, նենը պաշտոններ են տալիս, իրենք հաճույքով վերցնում են, ժամանակին ասում էին կոալիցիայի մեջ չենք լինի։ Կարապետյան, իսկ այն, որ ՀԱԿ-ը և Ժառանգության առաջնորդ Ռաֆֆի Հովհաննիսյանը չեն մասնակցելու այդ հանձնաժողովին, ինչի մասին է։ Ես այդպիսի տեղեկություն չունեմ, որ Ժառանգության ղեկավարը Ռաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցելու։ Հա։ Գիտեք ինչ, այստեղ մի խնդիր կա։ Ես համարում եմ, որ իրենք մեծ սխալ են անում, որովհետև ինքնուրույն իրենք չեն կարող մարդաշատ հանրահավաք կազմակերպել, գնալով մանրանում են, մանավանդ Ռաֆֆի Հովհաննիսյանի մասին եմ ասում։ Ինքը իդեպ ինքն է ասում, որ շատ ու քիչ կապ չունի, ունի, размер имеет значение, ունի կապ։ Գնալով մանրանում է, չի հասկանում, որ արդեն ծիծաղի առարկա են դառնում։ Այստեղ խնդիրը հետևյալն է, Ծառուկյանը ունի ռեսուրս, այսօր չի ցանկանում, որ ուղղակի լինի նեղ շրջանակներում և ասենք Ռաֆին օգտվի դրանով կամ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ-ը, ուզում է, որ ժողովուրդը օգտվի։ Դրա համար համաժողովրդական շարժում, բոլոր ուժերը, որպես մի միավոր, իրենք էլ ասում են, մենք չենք լինի մի միավոր, չեն ուզում, ուրեմն հավակնություններ ունեն։ Այսօր Ծառուկյանը իրանց պահի հանրահավաքներով, վաղը իրանք ասենք քաղաքական իրավիճակից ելնելով դնեն նախագահական ընտրություններին, պարզավոր կդնեն, պոտենցիալ են, այդող իրանք ուժերով կազմակերպեն, մարդաշատ դարձնեն հանրահավաքները, առաջ մղվեն, բայց իրանք չեն անի դա, թող անեն։ Ստեղ խնդիրը հետևյալն է, որ ոչ մեկը չպետք է ունենա հավակնություններ, պետք է միավոր լինես ընդհանուր համաժողովում, ոնց էր առաջ էր ՀԱԿ-ում, այդ ոնց է իրանց մոտը տենց էր, որ միավորներ էին հավաքված, ստեղ չի կարող լինի, ինչու, կամ ինչու պետք է միայն խորհրդարանական կուսակցություններից լինի բաղկացած շարժումը, ուրիշ ուժեր չկան, չկան ՀԿ-ներ, չկան կուսակցություններ, չէ որ եթե մենք խոսում ենք երկրի մասին, հայրենիքի մասին, յուրաքանչյուր ուժ ունի իր հետևորդներին։ Ինչու դա չպետք է լինի միաձուլված, հավաքված։ Ես համարում եմ, որ պետք է լինի առաջնորդ, ընդգծված, որի շուրջ կհամախմբվի բոլոր քաղաքական ներուժը, փաստորեն կարծիքը ժողովրդի։ Ակնկալում եք ինչ-որ բան, պարոն Կարապետյան, հնարավոր է այս իրավիճակում, այս։ Դե այդ
նախկին ժողովը, որը ամսի 20-ին էր պետք է կայանար, չկայացավ, ցույց տվեց, որ ահագին մարդիկ կային։ Բարգավաճ կուսակցությունը հրավիրել է ոչ միայն քաղաքական միավորներին, եւ ազատամարտիկներ կային, եւ ՀԿ-ներ կային, եւ լրագրողների խմբեր կային, փաստորեն մոտ 3000 մարդ, ոնց ես հասկացա, դա քիչ չի, 3000 միավոր, որոնց հետևից մարդիկ կան, հələ գումարեք։ Հայաստան կուսակցությունը գա իշխանության, դա կհամարեք իշխանափոխություն եւ արդյոք նրանց կողքին կլինեք։ Այո, կհամարեմ իշխանափոխություն, որոշակի վերապահումներով իդեպ, որոշակի վերապահումներով, որ պետք է, ասենք, իշխանությունը, նոր իշխանությունը, որը գա, պետք է ունենա մարդկային դեմք, պետք է ուղղված լինի դեպի հայությունը, դեպի բնակչությունը։ Ում եք տեսնում այդ դեմքը։ Գիտեք, ինչ ժողովուրդը պետք է որոշի։ Ես որպես լիդեր այս ժամանակաշրջանից ելնելով տեսնում եմ Սարոկյանին։ Իսկ որպես ղեկավար այդ ժողովուրդը պետք է ընտրի, ժողովուրդը պետք է որոշի, ով կարող է որոշել, բացի ժողովրդից։ Տեխնատուներ թող լինեն տարբեր, ժողովուրդը թող լավագույնին ընտրի։